Բարև, այսօր հասանք Ղևդացված գրքին 11-րդ գլխուն, որ արմատապես դարբեր է 10-րդ գլխեն և ընձաներու և կահանաներու նյութերեն։ 11-րդ գլխուն մեջ Աստված Իսրայելի զավակներուն հատուկ ուդեստեղենի կանոններ տվավ, որոնց պետք էր հետևեին։ Եվ այստեղ Աստված դարբերություն չի տներ հավատացյալի և աշխարհիկի միջև։ Բայց այսօր մենք սխալ դարբերություն կտնենք հավատացյալի և աշխարհիկի միջև։ Մենք կգարձենք, որ եթե այդ եկեղեցին մեջ է, ապա պետք է որ հավատացյալ լա, և եթե դուրսն է, ուրեմն աշխարհիկ է։ Բայց սիրելիներ, դուք չեք կրնար խտրություն տնել հավատացյալի և աշխարհիկի միջև։ Ինչու կգարձեք այդպես է։ Գրնալալ արդյոք, որ այս հսկա դիեզերքի Աստվածը հետաքրքրված է մեր կյանքի բոլոր մարզերով, նույնիսկ գիտնալու, թե ինչ կընտրեն անոր արարածները։ Այո, այդպես է։ Աստված հետաքրքրված է իր ժողովրդի բարօրությամբ, քանի որ այդ Աստծո դիեզերքն է, ան ստեղծած է զայն, և ան գիտե, թե ինչն է ճիշտը և բարին իր ժողովրդին համար։ Անոնց առողջությունը պահպանելու համար Աստված սահման գծեց մաքուր և պիղծ կենդանիներուն միջև։ Եվ դուք պիտի տեսնեք, որ այն կենդանիները, որոնց ուտելը արգելված էր, հիմնականորեն անմաքուր սնուցիչներն էին և ավելի վարագիչ էին հիվանդություններու, քան մույսները։ Աստված կպատվիրե իր ժողովրդին ուտել միայն այն կենդանիները, որոնք ճեղքված գճղակներ ունին և գորոջան։ Գովմը օրինակի համար։ Այս կենդանիները մաքուր էին և գուտեին միայն բույսեր, ավելցնելով առողջապահական նյութեր։ Այս խորհրդանիշերուն մեջ կա հոգևոր դասմը։ Ճեղքված գոճղակը կապ ունի անջատված կյանքին հետ, և զգուշությամբ ձամելը, որոջալը կնմանի այն ցևին, որ պետք է ընդունենք Աստծո խոսքը։ Այս աշխարհի վրա ապրելով հավատացյալին խոսքն ու ընթացքը պիտի բացահայտեն Աստծո զավակը այսօր։ Երկուքն ալ միասին կընթանան։ 4-8 համարներուն մեջ Աստված գտվե ցամաքի կենդանիներեն մի քանին, որ անոնք պետք չէր ուտեին։ Իսկ 9-12 համարներուն մեջ Աստված գտվե ջուրերուն մեջ ապրող մաքուր և պիղծ արարածները։ Ետքը Աստված գտվե օդին մեջ մաքուր և պիղծ արարածները, այսինքն թռչունները։ Այս բոլոր արարածներեն ցամաքին վրա, ջուրերուն և օդին մեջ ժողովուրդը պետք է ուտե միայն մաքուրները։ Նպատակը այստեղ այն է, որ Աստված կսորվեցներ Իսրայելին զանազանել և հետևիլ իր խոսքին և վստահիլ, որ ան կառաջնորդես իրենց բարիքին համար։ Բայց անոնք պետք էր որոշեին ընտրել մաքուրը և խուսափիլ անմաքուրեն։ Այսօր մենք պետք է որոշումներ առնենք որպես հավատացյալներ մեր վարմունքին նկատմամբ։ Արդյոք հնազանդ պիտի լանք Աստծո խոսքը սորվելու մեջ։ Արդյոք պիտի քալենք զինք հաջեցնող գերբերով։ Հիմա 20-23 համարներեն սկսյալ հաջորդ հատվածի մեջ կհասնենք մաքուր և անմաքուր սողացող արարածներուն։ Ետքը 24-38 համարներում մեջ Աստված կպատվիրե մարդոց խուսափիլ որևէ շփումե թիակներուն հետ, նույնիսկ անմաքուր կենդանիներու։ Այստեղ կա սորվելիք դասմը, որ անմաքուրը կրնա աստել մաքուրին վրա։ Անարդար մարդը չկրնար Աստծո ընդունելի արդար գործեր անել։ Այս օրենքն է, որ իզորու է բոլոր մարզերուն մեջ։ Եթե օրինակի համար առնենք ջուրը, 1 դագար աղդոտ ջուրը կարելի չէ մաքրվել պարզապես 1 դագար մաքուր ջուր լեցնելով ադոր մեջ։ Բայց մյուս կողմեն մաքուր ջուրը աղդոտելու համար միայն 1 կաթիլ աղդոտ ջուր բավարար է։ Այս ճիշտ է ֆիզիկական մարզին մեջ, և այդ մեծ սկզբունքն է, որ պետք է հիշենք։ Այսօր Աստծո զավակը կգալի աշխարհի մեջ, ուր ան թյուրությամբ կրնա բղձվել։ Ինչպես կգալի այդ զավակը։ Շատ կարևոր է այդ մեկը։ Հիմա այստեղ է, որ իսկական փորձությունը կգա Աստծո զավակներուն, որովհետև Աստծո ժողովրդին յուրաքանչյուր կյանքի սուրբ փորձառությունը այն է, որ Աստված կսե. Ես եմ քու դերդ, ես սուրբ եմ, դու սուրբ եղիր։ Եվ այդ կզանազանե մեզ աշխարհեն, այսօր և միշտ։ Այսպիսով, սիրելիներ,
Դուք պետք է որոշեք, թե արդյոք պիտի քալեք այսօր Աստծո հետ եւ Աստծո համար այս աշխարհին մեջ։ Ամեն։